զորանոցաշինությունը, զինծառայողների կենցաղային պայմանների կատարելագործումը նույնպես իրենց կարևոր տեղն ունեն շինարարության ընդհանուր ծավալում։ Սպառազինության ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացումը և բանակը ժամանակակից զենքերով ու զինտեխնիկայով համալրելու գործընթացը զինված ուժերի առանցքային խնդիրներից են և հաջողությամբ իրականություն են դառնում։ Միևնույն ժամանակ հետևողականորեն ընդլայնվում է տեղական ռազմաարդյունաբերությունը։ Մեր զինուժի սպառազինությունը համալրվում է տեղական արտադրության այնպիսի զենքերով, որոնք բացառապես հայկական մտքի և տեխնոլոգիական ներուժի արգասիկ են։ Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացմանը նպաստելը ռազմաքաղաքական համագործակցության կարևորագույն նպատակներից է։ Միջազգային կապերի շարունակական խորացումն ու գործընկեր պետությունների հետ համագործակցության ընդլայնումը բանակի պաշտպանունակությունը մեծացնելու և երկրում հաստատված խաղաղությունն ամրապնդելու նոր հեռանկարներ են բացում։ Զինված ուժերի բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը ռազմական կրթությունն է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շարունակական կատարելագործումը ռազմավարական նշանակություն ունի բանակի համար, որպես զինված ուժերի ապագայի հիմնաքար, բանիմաց, կիրթ, բարոյակամային բարձր հատկանիշներով տոգորված սպայակազմի ձևավորման նախադրյալ։ Նորացված կրթական ծրագրերը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների բնակապահովման ծրագիրը, բարձր կրթաթոշակի սահմանումը, ուսման ավարտից հետո բարձր աշխատավարձի սահմանումը և այլ բարեփոխումներն էականորեն մեծացրել են դիմորդների հոսքը ռազմական ակադեմիա, հնարավորություն տալով ընտրել լավագույններին, երաշխավորելով Հայաստանի Հանրապետության վաղվա բանակի առինքնող դիմագիծը։ Զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը, այդ թվում կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության հնարավորությունը կարևոր քայլ է պաշտպանության համակարգում նրանց դերի ընդլայնման ուղղությամբ։ Զինծառայող կանանց համար ստեղծված են լիարժեք ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Զինծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման և նրանց համապատասխան վարձատրության ապահովման կարևոր գործիք է ատեստավորման համակարգը, որը նպաստում է բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու սոցիալական ապահովության առավել հուսալի երաշխիքների ձևավորմանը։ Նոր դիմագիծ, նոր չափանիշներ, նոր որակ, նոր ռազմավարական տեսլական ու զարգացման ուղի։ Այս ամենին համահունչ փոխվում են նաև Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը, մարտական դրոշը։ Զինվորական համազգեստը դառնում է առավել հարմարավետ ու գեղեցիկ, ավելի ամբողջական ու որակյալ, հարիր ժամանակակից, պրոֆեսիոնալ, կարգապահ ու պաշտպանունակ զինված ուժերին, որտեղ զինծառայությունը ոչ թե պարտադրանք է, այլ գիտակցված ընտրություն, որտեղ պետության համակարգված ու ծրագրային աջակցությունը զինծառայողին դարձնում է պաշտպանված իրավական, սոցիալական և բարոյական բոլոր հատակներում, որտեղ հասարակությունն արժևորում է զինվորական ծառայությունը, իսկ զինվորականը պատվով ու հպարտությամբ է կրում իր համազգեստը։ Բանակը զարգանում է ժամանակի պահանջներին համընթաց, շարունակաբար կատարելագործվելով և լիարժեք իրականացնելով իր առաքելությունը հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության բանակը, շնորհավոր Հանրապետության օրը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։